Պարոն Մելքոնյան, ես նախ ուզում եմ իմանալ զեկույցի հետ կապված 44 օրյա, քանի որ դուք հանձնաժողովի անդամ եք, վերջը ինչ եղավ այդ հանձնաժողովի զեկույցի ճակատագիրը ուղարկվեց արխիվ եւ վերջ, այդպես հանրությունը սպասեց այդքան որ տեսնի ի վերջո ինչ է բացահայտվել, բայց կարծես թեման փակվեց, ուղարկվեց արխիվ եւ վերջ։ Ինչ ճակատագիր է սպասվում այդ զեկույցին։ Թեման փակված չի, նախ երթին այսօր էլ բարոն Ալեքսանյանը առաջարկություն արեց, որ բաց քննարկումներ արվի, ինձ թվում է բաց քննարկումները կարվի։ Ինչ քննարկում։ Հանրային քննարկում կլինի ազգային ժողովում։ Որի ընթացքում զեկույցը ներկայացվել է։ Այո, որի ընթացքում որ մասը որ բաց կարելի է համարել բացը արդեն կներկայացվի, իսկ որը որ փակ է, արդեն փակը մնում է փակ։ Դուք ինքներդ ծանոթ եք ամբողջությամբ Այո։ Զեկույցին, ինչ այնտեղ, այդպես ինչ որ աղմկարոյց բացահայտումներ կա, ինչպես խոստանում են իշխանությունը։ Ամեն ինչ կա այնտեղ, որ աղմկարոյց է, ուղարկվել է քննչական մարմիններին, որը որ չէ, դες մնում է։ Պարոն Մելքոնյան, քանի որ դա հստակ փաստ է, որ ամեն դեպքում պատերազմը, պարտությունը իշխանության, այս իշխանության օրոք է եղել ու բնականաբար նրանց պատասխանատվության բաժինը եւս կա, քանի որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես ինքն էր ասում, ինքն է գերագույն գլխավոր հրամանատարը։ Հիմա այդ զեկույցում կա պատասխանատվության բաժինը ձեր արդեն իշխանությունների Նիկոլ Փաշինյանի ի վերջո պատասխանատվություն կրելու են, թե ոչ։ Ամեն ինչ կա։ Եվ Փաշինյանը 2 օր է եղել քննիչ անձնաժողովում եւ ինչ հարցեր որ պետք են եղել այդ հարցերին պատասխանել ենք։ Ժամկետ կա այդ հանրային լսումների երբ են լինելու, ովքեր են մասնակցելու։ Դե այսօր առաջարկությունն եղավ, արդեն կորոշվի։ Պարոն Մելքոնյան, նաեւ ես ուզում եմ խոսենք եկեղեցու հետ կապված։ Նախ ձեզ կարծես, այդպես ինչպես մյուս, ձեր թիմակիցներն են ակտիվորեն մասնակցում, դուք կարծես այս առումով պասիվ եք, ինչ համաձայն չեք, քանի որ ձեր թիմակիցներից ոչ բոլորն են այս Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը կիսում եկեղեցու հետ կապված, դուք ինչ կասեք։ Բոլորն էլ կիսում են այդ մտահոգությունը, քանի որ մեր եկեղեցին պետք է ծառայի մեր երկրին, պետք է ծառայի մեր ժողովրդին։ Եթե ոչ թե եկեղեցին, այլ եկեղեցականները որոշ որոնք ծառայում են մի ուրիշ երկրի, ուրեմն պետք է այստեղ իրենք անելիք չունեն։ Ում են ծառայում, պարոն Մելքոնյան, այդպես միայն հայտարարություններ անելով չի, չէ՞, միայն կարող են ցանկացած։ Չէ, արդեն փաստեր կա, չէ՞, որ ասենք մեր կաթողիկոսի եղբայրը ծառայում է ԿԿԲ-ին, օրինակ։ Նաև գիտենք, որ սովետական ժամանակաշրջանից բոլոր եկեղեցականների 80-90%-ը ծառայել են ԿԿԲ-ին։ Տարբեր փորձագետներ, նախկին աշխատակիցներ հստակ փաստերով ասին, որ ԿԿԲ-ում նման թուղթ ինչ որ հրապարակվել էր Civic-ում իշխանամետ, նման թուղթ չի կարող լինելու, հստակ փաստերով ներկայացնում են։ Ինձ թուղթը պետք չի, ինձ պետք է այն, որ ես տեսել եմ։ Երբ որ սովետական միության ժամանակ, ես այդ ժամանակ ահագին արդեն 20 անց էի։ Երբ որ մենք տեսնում ենք, որ եկեղեցականները ծառայում են Ռուսաստանի ԿԿԲ-ին, Ռուսաստանի ԿԿԲ-ին եւ մեր ԿԿԲ-ին, այսինքն ժամանակ ԿԿԲ-ն միակն էր սովետական միությունում եւ բոլորը ծառայում են ԿԿԲ-ին։ Մեր եկեղեցականները եղել են միշտ ԿԿԲ-ի կցորդ։ Կներեք, պարոն Մելքոնյան, հիմա մի օրինակ էլ ձեզ բերեմ, շատ այսպես հասարակության ինչ որ մի թեվ, ովքեր համաձայն չի, այս իշխանություններին ընդդիմադիր շրջանակները քաղաքական դաշտում, ձեզ էլ ասում են, որ դուք ձեր իշխանությանը մեղադրում են, սա նորություն չեմ ասի, ձեզ էլ ասում են, որ Թուրքիայի եւ Ադրբեջանին եք ծառայում, իրենց իշխանություններին եք ծառայում։ Դա ձեր կարգախոսն է, դուք եք Դուք ես լրագրող եմ, ես մեջ բերում եմ, պարոն Մելքոնյան։ Ընդդիմության մասն է խոսքը 5-րդ շարասյունը, որպեսզի ցանկանա, որ մենք նորից հետ գնանք Ռուսաստան, իրենք նմանատիպ նարատիվներ են տարածում, որ Թուրքիայի եւ Ադրբեջանին են ծառայում։ Մենք ծառայում ենք մեր երկրին, Հայաստանի Հանրապետությանը, որը իմի Հայաստանի Հանրապետությունը, իմի մենք զգում ենք, որ անկախ է Հայաստանի Հանրապետությունը։ Իմի արդեն անկախ
Հայաստան ունենք մենք, Հայաստանի Օրինակ ինչով է անկախ, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի Թուրքիայից պարտադրական հայտարարություններ են հնչում ուղղված մեզ, ու թեկուզ նույն եկեղեցու հետ էլ կապված, այս գործողություններին օրինակ նախորդում էր հայտարարություններ Ադրբեջանի Թուրքիայից հնչած, ինչին հետևեց այս գործողությունները։ Հիմա բայց սրա մասին ինչ կասեք, այս որքանով է անկախ։ Մենք ուրեմն չենք կարա, մենք Թուրքիայի կցորդը չենք եւ Թուրքիայի ասածները մեր համար օրենք չի եւ իրենց ասածով չենք շարժվում։ Մենք շարժվում ենք Հայաստանի Հանրապետության շահերով, Հայաստանի Հանրապետության անկախությունով։ Թուրքերը ինչ խոսան, ադրբեջանցիները ինչ խոսան, մենակ ձեր համար են խոսում, լրատվամիջոցների, որոնք փայլուն ձևով Պարոն Մեկունյան, խնդրում եմ լրատվամիջոցներին չթիրախավորել։ Ես հարց եմ ուղղում, որ Ադրբեջանից այսպեսի հայտարարություններ հնչում լրատվամիջոցների մեծ մասի համար է այդ նարատիվները Ադրբեջանից եկող մեր համար, մեր երկրի համար, մեր իշխանությունների համար նման բան չկա։ Մենք իմի, դες Թրամփի ուղին է, չէ՞, Ամերիկայի հետ ենք մենք համագործակցություն, որը ձեր համար շատ ցավոտ է, ես գիտեմ։ Պարոն Մեկունյան, խնդրում եմ քիչ լրատվամիջոցներին մեզ թիրախավորել։ Իրականությունն եմ ասում։ Դուք ես էլ եմ իրականություն ասում։ Ես էլ թիրախավորում եմ, ասեք Թրամփի ուղի, դուք ծանր եք տանում, վատ եք տանում ու տարբեր ձևի մեկնաբանում եք։ Եմ որ ասենք իրականում պետությունը ուզում է որ մեր երկրում խաղաղություն լինի։ Խաղաղությանն են դեմ որոշ ընդդիմադիրներ։ Խաղաղությունը չեն ուզում, հասկանում ես։ Դրա համար այսպես վիճակ է։ Եկեղեցին ինչ գործ ունի խառնվի, ասենք, օրինակ քաղաքականության։ Երբ որ իր թեկնածուն է, վարչապետի թեկնածու է առաջադրում, Պարոն Մեկունյան, ես եպիսկոպոսի մի օրինակ կարող եմ ձեզ բերել, հա։ Նախ քանի որ այսիկ թեկնածու հետ կապված նախ այդ պահին Բագրատ arczepiskopos-ի մասին է խոսքը, նրա գործունեությունը, հա, հոգևոր սառեցված է, բայց բացի այդ օրինակ սահմանադրության մեջ հստակ նշվում է, հա, որ պետությունը եւ եկեղեցին ազատ են, իշխանությունը չի կարող խառնվել, բայց այստեղ հակառակը չկա, այսինքն հոգևորականներին քաղաքական, չեմ ասում խառնվել, քաղաքական գործունեությամբ զբաղվել, բայց այն քաղաքական դիրքորոշում արտահայտելու արգելք չկա սահմանափակում։ Սահմանադրության 17-րդ, այո։ Երբ որ Քոչարյանն ասեց, որ արդեն էլ ճար չկա, պետք է եկեղեցականը ղեկավարի արդեն է շարժումը, մի անգամից Բագրատ Գալուստանյանը կպավ այդ գործին, որին օրհնեց ներկայիս կաթողիկոսը, որը օրհնեց ու իր ամբողջ զորքը հանեց, որ գնացեք, աջակցեք, ելեք փողոց, այս արեք, այն արեք։ Այսինքն, երբ որ ինքը 91 թվականին հորդորեց, ըստ իրեն, որ հրաժարական տա Նիկոլ Պատերազմից հետո հրաժարական տվեց Նիկոլ Փաշինյանը։ Հրաժարականից հետո ժողովուրդը ընտրեց Նիկոլ Փաշինյանին, վերընտրեց, նորից ընտրեց։ Իրենց դուրը չեկավ, իրանք նորից սկսեցին այդ պայքարը, որ ուժով հեռացնեն իշխանությանը։ Բայց ինչ ուժ է եղել, բան Մեկունյան, թեկուզ այս նույն մայիսին, որ փողոց այդքան մարդաշատ էր, որևէ որպես այդպես ուժ չկիրառվեց, բռնություն չեղավ։ Դուք խոսում եք ուժի մասին, բայց ուժի մասին, որ այդքան մարդ հավաքեցին, հանեցին եւ տեսակ այստեղ Դեմիրճյան փողոցի վրա ինչ տեղի ունեցավ։ Ոստիկանությունն էր ուժ նռնակներ կիրառում։ Ում համար էր կիրառում։ Խաղաղ մարդիկ կանգնած էին, ոստիկանությունը նռնակներ կիրառեց։ Այդ պարիսպներ ջարդելը, այդքան խփել, փշրել բաներին, աշխատողներին, անվտանգության աշխատողներին ծեծու ջարդը, դա խաղաղ էր, հա? Ու կոչերը, որ խփեք, ջարդեք, Գալուստանյանի կոչերը, մոռացել եք։ Եվ մեր երկրին հիմի ոչ թե պետք է պառակտում։ Մեր երկիրը պետք է միասնական լինի, բոլորը պետք է միասնական լինեն, որտեղ հիմի երկիրը այն վիճակի մեջ է, որ միասնություն է պետք։ Կաթողիկոսը ինքը պետք է այս գործողությունները կատարեր, ոչ թե երկիրը պառակտեր։ Էս է խնդիրը։